մենք արդեն համարյա մտնում ենք նախընտրական տարվա մեջ։ Հայտարարում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն, արդեն ոչ առաջին դեմքերով, բայց ներքաղաքական լրահոսում շարունակվում է ակտիվ մնալ երկրորդ եւ երրորդ նախագահների միջև հակասությունների թեման։ Տարանջատման մասին երևի իրոք արդեն պետք է ֆիքսվել, երկու թիմներ կարան ֆիքսեն եւ նայեն առաջ ամենքի իրողության։ Ինչպես նաև շարունակում է ակտիվ մնալ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի գույքի եւ ներկա իշխանության թալանելու վարկածների համեմատականը։ Ձուն չեք կարում մաքրեք, դու ձեզնից ինչ թալան հետ բերող, այդ թալան հետ բերելու ժամանակը որ գա, նախագահն է ասեց, պարզապես մարդիկ թող նստեն նայեն թալան հետ բերել է ոնց է ու ինչքան է։ Իսկ թե ինչքան ու ինչ գույքային պահանջ կա Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից մայիսի 12-ին ազգային ժողովում գլխավոր դատախազներ ներկայացրել։ 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Քանի ճակատագիր է խեղվել այդ ունեցվածքի արդյունքում, քանի հազար մարդ է արտագաղթել, շատ կոնկրետ հասցեներ, շատ կոնկրետ ճակատագրեր։ Ռոբերտ Քոչարյանի այդ ունեցվածքը, որի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորներից մեկը ասում էր, բա ուր է 4 միլիարդը, այսինքն 100 միլիոնը նորմալ է, 200 միլիոնը նորմալ է, 400 միլիոնը նորմալ է, բայց եթե չկա 4 միլիարդ, ուրեմն կարող ենք չխոսել։ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սակայն վստահ է, դատախազի ներկայացրած ցանկը ամբողջական չէ։ Դուք ուղղակի երևի չեք պատկերացնում գույքերի այն ծավալը, որը ուղղակի ցուցակից դուրս է մնացել։ Հենց հիմա ահռելի տենդերներ ասֆալտի եւ շինարարական այլ ուղղություններով։ Այսինքն այս պահին էլ իրենք ֆինանսավորվում են։ Ինչու ցուցակում չէր ընդգրկվել Հունաստանի այդ առանձնատունը։ Կարողա չգիտեին։ Տանզանիայի մասին ինչի որևէ հիշատակություն չկա։ Գուցե փակել են այդ բիզնեսը, իսկ այդ վաճառված ակտիվը որտեղ է։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հարցազրույցում պնդել էր, որ իր ընտանիքի ունեցվածքի հիմնական մասը իր նախագահության ժամկետի ավարտից հետո է ձեռք բերվել։ Եվ չնայած Civilnet-ի փաստերի ստուգման թիմը բաց աղբյուրների եւ պետական ռեգիստրների ուսումնասիրությամբ փաստել էր, որ Քոչարյանների ընտանիքի բիզնեսների զգալի մասը հիմնվել է հենց նրա նախագահության տարիներին, բայց եթե անգամ նախագահության տարիներից հետո էլ լինի, նախ պետք է հասկանալ այդ միջոցները որտեղից որ քեզ հնարավոր է եղել կուտակել եւ նախագահությունից հետո օրինակ, երբ տղաները արդեն ավելի հասուն էին, ավելի ի վիճակի էին, այդ միջոցներով դուք կարողանայիք ինչ-որ բաժնեմասեր գնեիք եւ պատրաստի բիզնեսներ մարդկանցից խլեիք։ Հյուսային պողոտայի 2000-ականների դեպքերն է հիշեցնում հետագա զարգացումները ըստ Բաբաջանյանի, փաստում են Երևանի կենտրոնը բարելավելն ու հանրային շահը չեն եղել նպատակը, գոնե առաջին պլանում։ Բնակիչներին ինչ ձևով էին վտարում իրենց պապենական տներից ոչ մի համարժեք փոխհատուցում։ Եվ հիմա նայեք այդ ցուցակներում հենց այդ հատվածում օրինակ իր ընտանիքին պատկանող ունեցվածքը։ Հարյուրավոր տասնյակ ավտոկայանատեղիներ, բնակարաններ եւ այլն եւ այլն։ Հարուցված վարույթի արդյունքում 2024-ի տարեվերջին արդեն հայտնի դարձավ, որ այդ տարածքի բնակիչներին փոխհատուցելու որոշում է կայացվել։ Քննությամբ հիմնավորվել է, որ գույքերը գնահատվել են իրական շուկայական արժեքներից 2-ից շուրջ 6 անգամ ցածր։ Հարցը այս ցուցակը չի, հարցը դրա տակ ճակատագրերն են, որոնք ունեցել են մուլտիպլիկատիվ խայտառակ էֆեկտ։ Երկիրը ուղղակի կորցրել է, մարդիկ կորցրել են հավատը սեփական երկրի, սեփական հայրենիքի, ընդհանրապես այդ հայրենիքում արդարության հասնելու որևէ շանս չեն տեսել։
Այսպիսի հարստություն կուտակվում էր մի երկրում, որն ուներ աղքատության բարձր ցուցանիշ, չավարտված պատերազմ, երկրաշարժի ծանր հետևանքներ։ Շարունակում է Բաբաջանյանը, ըստ նրա, այդ ունեցվածքի հիմքում պարզ քաղաքական հաշվարկներ են, առևտուր։ Հնարավոր է դարձել այդ բոլորը յուրացնել եւ տիրապետել նաեւ արտաքին դերակատարների ուղիղ թողտվությամբ եւ նրան թույլ է տրվել այնքան որքան որ հիմա նրանից պահանջվում է անել հօգուտ Ռուսաստանի թողտվությամբ թալանված հիմնական միջոցները օգտագործվում են Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմը ֆինանսավորելու համար։ Նույն ասում եմ, որ ես միլիարդատեր եմ, որտեղ ես գործարար եմ։ Պատկերացնում եք, երկիրը սնանկացել է, ինքը հարստացել է մենակ պաշտոնի չարաշահումով։ Ինքը դա հայտարարում է։ Իսկ այդ հարստացման հակառակ կողմում Ռուսաստանի հետ ստորագրվեց Գույք պարտքի դիմաց համաձայնագիրը։ Ապապետականացման ծրագիր էր, ժողովուրդն է հեռանում, աշխատատեղն ենք կորցնում եւ որակյալ ժողովուրդը։ Դա դեպոպուլյացիա ասենք, երկրորդ դեինդուստրիալիզացիա։ Ինդուստրիան են հանում։ Ռոբերտ Քոչարյանի գնահատական այդ գործարքի մասին, սակայն այլ է։ Գույք պարտքի դիմաց ծրագիրը երևի ամենից լավագույն եւ հաջողված ծրագրերից է Հայաստանում։ Մասրային չնավատ մի հատ ուզում եմ հասկանալ։ Համ 100 միլիոնն է մնացել ստեղ, համ մեծած ձեռնարկություններ է մնացել ստեղ, համ լրացուցիչ աշխատատեղեր է ստեղծվել, համ հարկատու են դարել եւ հարկ են տալիս եւ ըստ էության դուք կարող եք համարել հետեւյալը, որ դա եղել է 100 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի կողմից։ Կան ապացույցներ, որ այդ պարտքը ընդհանրապես սարքվել է հատուկ, որպեսզի այդ գույքերը հնարավոր լինի հանձնել ուղղակի Ռուսաստանին մի բանի համար։ Եթե ժամանակագրական առումով դուք նայեք 2003 թվականին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը կարողանան կազմակերպել։ Ըստ այդ գործարքի 98 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվեցին հայկական 4 ձեռնարկություններ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը եւ էլեկտրոնային արդյունաբերության 3 ձեռնարկություն։ Նախ ռոբոտների գործարանը, Մարսը։ Դա երևի այս տարածաշրջանի ամենաթանկարժեք գործարաններ, գինը մոտավորապես 300 միլիոն դոլար էր, ինչ էր, այդպես էին մեզ այն ժամանակ ասում, ու գեր ժամանակակից գործարաններ, լավություն էր արված Սովետական Միությանը, նվեր էին տվել, որովհետև այդպիսի տեխնոլոգիա չեն տալիս։ Մարս գործարանի ընդհանուր տարածքը 42 հեկտար է, արտադրական հիմնական մասնաշենքի մակերեսը շուրջ 100,000 քառակուսի։ Կառուցվել է 1980-ականներին բրիտանական եւ սերբական մասնագիտացված ընկերությունների կողմից եւ հագեցած էր այդ տարիների ամենաարդիական հաստոցներով ու սարքավորումներով։ Հաջորդը Մերգելյանը, որ ոչ միայն դա միայն այսինքն արտոնաբերական արտադրական տարածք էր, այլ նաեւ բրենդային իմաստուն էր։ Դա նշանակում էր ինտելեկտուալ, ովքեր որ հավակնում էին Մերգելյանում աշխատելու, նախ հենց Սերգեյ Մերգելյանը, դա նշանակում է բարձր մակարդակի։ Իսկ մյուս գույքը Հրազդանի ջեկը առաջատար էր համարվում Խորհրդային Միության տարիներին։ Այս գործարքից դուրս էլ քայլ Հայաստանի էներգետիկ համակարգը ավելի էր կախվածության մեջ հայտնվում Ռուսաստանից։ Ազատ Արշակյանը թվարկում է։ 19-րդ դարի երկաթուղի է մեր երկաթուղին։ Անհամեմատել, ուղղակի ծիծաղելի է, այ կինոներ կարելի է հանել, որ գան այստեղ կարելի է կինո հանել 1950 թվականից 50-ական թվականների երկաթուղին եւ վագոնը, շարժակազմը եւ գիծը, բա գազամուղը։ 2004 թվականին մենք Գազպրոմի մեր Հայաստանի մնացորդ 20%-ը ինչի տվեցինք ռուսներին։ Բարձ պատճառով 2004 թվականին պիտի տեղի ունենար 2003 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը, որ վստահության հանրաքվե պիտի լիներ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերաբերյալ։ Եվ ոչ մի վստահության հանրաքվե չեղավ եւ ինքը շարունակեց պաշտոնավորել մինչեւ 2008 թվական։ Դա գին ուներ։ Մենք Գազպրոմի մեր մնացած 20%-ը տվեցինք։ Իսկ Իրան-Հայաստան գազամուղը մի շարք արգելքներ հաղթահարելուց հետո բացվեց 2007-ին, բայց Մեդիամաքսը վեր է հանել այդ գործարքի ժամանակագրությունը 2000 թվականից, երբ Իրան-Հայաստան գազամուղի նախագիծը դիտարկվում էր որպես տարանցիկ դառնալու հեռանկար ունեցող։ Արդեն 2006-ին
Հայտնի դարձան Հայաստանի համար ռուսական գազի թանկացման հետևանքները մեղմելու համար նախատեսված փոխհատուցման մեխանիզմները։ Գազպրոմը հայտնել էր, որ հայ ռուս գազարտը, որի բաժնետոմսերի 45%-ը պատկանում է ռուսական հսկային, ձեռք կբերի Հայաստանի կառավարությունից Հրազդան ջեկի 5-րդ անավարտ էներգաբլոկը Հրազդան 5 եւ Իրան-Հայաստան կառուցվող գազամուղի առաջին 40 կիլոմետրանոց հատվածը։ Սակայն Հայաստանն այդ մասին հայտարարեց միայն 2007-ին եւ այդպես էլ չդարձավ իրանական գազի համար տարանցիկ երկիր։ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումն է, որ մի ցենտ փող չեն դրել, բայց ունեն գազամուղ եւ Գազպրոմի կողմից $600 միլիոն ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ռուսաստան, եվրոպական որևէ երկիր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ ցանկացած դեպքում մեկ կենտրոնից կախվածությունը հակասում է պետության եւ ինքնիշխանության շահերին, ընդգծում են բանախոսները։ Հարցը հենց նրանում է, որ դու այլ առաջարկներ միջազգային այլ դերակատարների մասնակցություն ուղղակի չես էլ դիտարկում։ Օրինակ երկաթուղու համար դες մի նորություն ասեմ, հատկական ընկերություն կար, որ շատ ավելի լավ պայմաններ էր մեզ առաջարկում մեր երկաթուղին տեսքի բերելու։ Կամ մենք միջազգային մրցույթ պիտի հայտարարեինք կոնցեսիոն կառավարման։ Բանախոսները միակարծիք են, գույքը, որը Հայաստանինն է, պետք է հետ բերել, դարձնել Հայաստանի սեփականությունը։ Գույք պարտքի դիմացը բոլոր գույքերը գազամուղ, էլեկտրոկայան, ատոմակայան, դրանք բոլորը, որոնք որ մենք նույնիսկ տվել ենք կառավարման, բաները, կապի միջոցները, դրանք բոլորը գաղութային ռեժիմով են տրված, ակնհայտորեն անշահավետ Հայաստանի համար։ Դրանք բոլորը ապագաղութացման ռեժիմով միավորված գազերի կազմակերպության կանոնադրությունով մենք կարող ենք ազգայնացնել, շատ հեշտ է դա։ Ազգայնացնում ենք, փողը տալիս ենք։ Մենք փողը կտանք։ Ավելացնում, հենց այսօր արդեն հարկավոր է ընդառաջ գնալ վաղվա օրվան։ Իրնամ Կրշյան, Սերյան Անտոնյան, Արման Թովմասյան եւ Ռուբեն Մնացականյան, Կիրակնորյա լուրեր։